Ողջույն սիրելի հայրենակիցներ, մենք հաղորդաշարն է եթերում եւ հեռավար կապով ես այժմ հարցազրույցի եմ հրավիրում միջազգայնագետ Աննա Աբրահամյանին։ Բարև ձեզ Տիկին Աբրահամյան եւ շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Դուք լսում եք մեզ, ուրեմն անցանք մեր հարցազրույցին։ Ես նախ կուզեմ, որ մենք անդրադառնանք մեր հարցազրույցը սկսենք իրավիճակը բավական սուր է, Իրան, Միացյալ Նահանգներ, Իրան, Իսրայել, նոր կարծես փուլ է սկսվում լարվածության, ուղղակի ես մի բան հիշենք, որ Թրամփը երբ եկավ իշխանության, խոսում էր խաղաղության մասին, խոսում էր Իրանի հետ հարաբերությունների կարգավորման մասին, բոլոր լարվածությունները, հակամարտությունները լուծելու պատրաստակամության մասին, բայց հիմա մենք տեսնում ենք, որ առավել քան սրվում են հենց Իրան, Միացյալ Նահանգներ հարաբերությունները, տարբեր լրատվամիջոցներ ահազանգում են, այդ թվում նաև վերլուծաբաններ, որ պատերազմը մոտ է, որ Իսրայելը պատրաստում է լրջորեն հարվածել Իրանին։ Իսկ Իրանը Հայաստանի հարևան բարեկամ երկիրն է, իր բոլոր վտանգներով մենք կանգնած կլինենք լրջագույն վտանգի առաջ։ Այս առումով նախ խնդրեմ ձեր դիտարկումը, դուք Եվս կարծում եք, որ պատերազմը իսկապես կախված է Իրանի գլխին, այս առումով ձեր վերլուծությունը լսենք, խնդրեմ եւ կանցնենք առաջ, խնդրեմ։ Իրանի դեմ պատրաստվող հնարավոր հարձակման մասին ես վստահաբար կարող եմ ասել, առաջինը ես եմ խոսել եւ լրագրողները ասում են, որ միայն ես եմ այդպես կարծում, որովհետև թյուրըմբռնում կա հայկական դաշտում, քաղաքական վերլուծական բառը չեմ օգտագործի, որովհետև Տրամփը ոչ թե խոսում էր խաղաղության մասին, ինքը շեշտում է իր բանաձևը խաղաղություն ուժի միջոցով։ Մենք ենք ամենաուժեղը, մենք մեր բոլոր հնարավոր սպառազինությունը նկատի ուներ թե դիվանագիտական, թե տնտեսական, թե ռազմական, կօգտագործենք մեր դոմինանտությունը հաստատելու համար։ Եվ երեկվա նրա նաև առևտրային պատերազմի սկիզբը սկսված Չինաստանի դեմ հիմնականում թիրախավորված, դա է վկայում միջազգային շուկաներում այն համարում են տնտեսական միջուկային ռումբ հետևանքների առումով։ Իրանի առումով շատ կարևոր կողմ է Գազայի շուրջ գնացող բանակցությունները եւ չի կարելի տարանջատել Տրամփ-Բայդեն, Տրամփ ժամանակաշրջանում իրար հաջորդած իրադարձությունների տրամաբանությունը եւ զուգակցումը այն ինչ կատարվում է Ուկրաինայի շուրջ բանակցություններում եւ Գազայի շուրջ բանակցություններում։ Այս մասին ես ընդլայնված ժամանակին տվել եմ հարցազրույցներ եւ ներկայացրել եմ վերլուծություններ եւ միայն ուրախ եմ, որ հայ քաղաքական դաշտում սկսել են հասկանալ, որ խաղաղության մասին չէր խոսքը գնում։ Գազայի շուրջ բանակցությունները, ինչպես տեսնում ենք, գնում են վատթարագույն տարբերակով։ Իսրայելը խախտել է զինադադարը թե պաղեստինյան կողմի հետ եւ թե լիբանանյան կողմի հետ, մխրճվել է Սիրիայի խորք, ընդ որում մխրճվում է Սիրիայի խորք, որպեսի դուրս գա դեպի հարավ արևելյան հատված, որտեղ կա ամերիկյան ռազմաբազա Սիրիայի եւ դրանից ներքև արդեն հյուսիս արևելք Իրաքի տարածքում եւս կան ամերիկյան ռազմաբազաներ, երկու կողմում հիմնական բնակչությունը քրդեր են եւ այն տարածքն է, որը անընդհատ քրդերին խոստացվում է որպես անկախ Քուրդիստանի պետություն, այսինքն համեմատաբար ապահով շրջան է։ Թուրքիայի կողմից կուդետայի միջոցով Սիրիայում նշանակված իշխանությունը հաստատված ահաբեկիչների կողմից որևէ բան գործնական չի իրականացնում, որպեսզի այդ առաջխաղացումը դադարեցնի։ Ես համարում եմ Թուրքիա-Իսրայել փոխանակումները ընդամենը փոքրիկ թատրոն, որովհետև ռազմական հետախուզական ծառայությունների մակարդակով նրանք իրականացնում են ՆԱՏՕ-ի առջև դրված Չինաստան, Ռուսաստան, Իրան եռանկյունը թուլացնելու, սեպ խրելու իրենց քաղաքականությունը։ Եվ այդ առումով պարզապես Թուրքիան կհաստատվի հյուսիսային հատվածում Սիրիայի, Իսրայելը կմխրճվի դեպի հարավով, դեպի արևելք դուրս գալու իր ռազմավարությունը կիրականացնի ԱՄՆ-ի հետ միասին, որովհետև Իրաքի տարածքից է, որ նրանք ցանկանում են
հարձակում իրագործել եւ առհասարակ այս ամենը սկսվել է այն պահից, երբ որ Նետանյահուն ներկայացրել է ՄԱԿ-ի գագաթնաժողովում Գենասամբլեայի այսպես կոչված մերձավոր արևելքի նոր քարտեզ, որտեղ կա Իսրայելի տարածք որպես Սիրիայից հատված, Իրաքից հատված, ողջ Պաղեստինը, Լիբանանից հատված, Սաուդյան Արաբիայից հատված, այսինքն խոսքը իսկապես գնում է երրորդ համաշխարհային պատերազմի մասին, եւ եթե դա նաեւ համադրենք Տրամպի ընտրություններին ամենաշատ միջոցներ տրամադրած ուժերին, կտեսնենք, որ դա հենց այնպես չի տրվել նրա հաղթանակը, այլ տրվել է որպեսի արևմտյան ափը Պաղեստինյան ճանաչվի Իսրայելի տարածք, Գազան դատարկվի եւ ճանաչվի Իսրայելի տարածք։ Եվ եթե Տրամպը փորձի իսկապես այն խաղաղություն, ինչպես որ մենք ենք ուզում պատկերացնել, մենք ենք ուզում ինչ-որ պատրանքների մեջ ընկնելով հավատալ, ապա նա պետք է հեղափոխություն իրականացնի ԱՄՆ-ի ներսում, խորհրդային պետության մակարդակով, որպեսի կարողանա դա իրականացնել։ Ես այդ նախանշանները չեմ տեսնում, ընդհակառակը ես տեսնում եմ իսկապես գործընթաց, որտեղ նրանք ցանկանում են կազուս բելլի ստեղծել Իրանի վրա հարձակումը իրականացնելու համար եւ տեսնում եմ այսպես համախմբված գործունեություն Իրանի, Ռուսաստանի, Դաշնության եւ Չինաստանի կողմից, ովքեր ձեռքերը ծալած չեն նստել, BRICS-ի ընդառաջումը, առաջխաղացումը, նրանց փոխհամագործակցությունը, ԱՄՆ պատժամիջոցներից խուսափելու հետևանքով ստեղծված տնտեսա-ֆինանսական իրողությունը մեկ այլ մակարդակի տանելու միտումով նրանք մասնակցում են այդ կազուս բելին Իրանի վրա չդնելու գործընթացին, որպեսի ԱՄՆ իսկապես կամ իզոլացվի եւ ի վերջո զենքերը վայր դնի։ Մենք տեսնում ենք Իրանի բարձրաստիճան ողջ վերնախավը ռազմական, դիվանագիտական, քաղաքական, հոգեվոր դասի, ինչպիսի կտրուկ հայտարարություններ են կատարում, մենք տեսնում ենք ավելի ռեֆորմիստական հայացք ունեցող Պաշտոնյաների Բժշկյանի կառավարության կազմում հերթականությամբ անվստահության քվե են ստանում խորհրդարանի կողմից, հեռացվում են կամ գտնվում են անվստահության քվեի սպառնալիքի ներքո եւ կհեռացվեն, եւ տեսնում ենք արծարծվող ռազմական գործողություններ, ինչպես նաեւ մյուս կարևոր կետը այո, ճիշտ է, արտասահմանյան մամուլը նշում է, բրիտանական մամուլը ուղղակի խոսում է առաջիկա 2 շաբաթների ընթացքում հարձակման մասին, անգամ վերնագիր է դրվում, որ սեպտեմբեր ամսվա դրությամբ Իրանը չի լինի այլևս, Իրանը կկորսվի սեպտեմբեր ամսվա դրությամբ, այսինքն սա հստակ սպառնալիքներ են։ Մենք տեսնում ենք Ֆրանսիայի արտգործնախարար հատուկ նիստ է կազմակերպում Իրանի խնդիրը քննարկելու համար նախագահի մասնակցությամբ եւ հետո հայտարարություն անում, որ միջուկային արսենալի զսպման գործողություններ չանելու դեպքում Իրանի կողմից նրա վրա կհարձակվեն, ինչի պատասխան Ալի Լարիջանիից Խամենեի խորհրդականի շուրթերից հնչում է, որ եթե այդ գիծը անցնի արևմուտքը, ապա Իրանը արմատականապես կփոխի իր միջուկային զենքի զարգացման դոկտրինը, որովհետև ներկայումս միջուկային զենք որպես այդպիսին գոյություն չունի, բայց կա կարճ ժամանակահատվածում այն ստեղծելու ողջ պոտենցիալը, որովհետև կա հատուկ հոգևոր ֆատվա այդ կապակցությամբ։ Եթե ասում են դոկտրինը կփոխենք, դա նշանակում է իրական ուղղակի անհերքելի սպառնալիքի դեպքում այդ զենքը կարող է ստեղծվել ոչ թե որպեսի օգտագործվի, այլ կստեղծվի, դոկտրինը կփոխվի, այսինքն մենք կունենանք այլ էսկալացիա եւ խոսվում է Իսրայելի կողմից արծարծվող անպայմանորեն թիրախային միջուկային օբյեկտների դեմ գործողություններ կատարելու մասին։ Եվ սա մերկապարանոց չէ, որովհետև դրան զուգահեռ անհամեմատ քանակի զինատեսակների զորքի կենտրոնացում է ԱՄՆ ամբողջ մերձավոր արևելքի Պարսից ծոցի երկրների բոլոր կետերում, որ կարելի է պատկերացնել։ Այո։ Այս մեկ կետ էլ նշեմ եւ շարունակենք, այսինքն երբ որ կա նման կոնցենտրացիա, երբ որ կա կոշտ խոսքերի փոխանակում, կա ուղղակի վտանգ եւ կարեւորը 2024-ի ապրիլի 13-ին էր, երբ որ Իրանը Եմենի եւ Հեզբոլլայի հետ միասին իրականացրեց անկեղծ խոստում օպերացիա թիվ 1 Իսրայելին թիրախավորելով առաջին անգամ, Իսրայելյան մամուլը այս կապակցությամբ գրում է, որ հնարավոր է, որ կանխարգելիչ նման մի քայլ Իրանը իրականացնի։ Սա էլ ֆիքսանք։
Այո, իսրայելական մամուլը իսկապես գրում է, օրինակ ասում են, զինվորականները թիրախավորել են Համասի դեմ պայքարի նոր փուլ, շեշտում են, որ այս ծրագիրը ծառայում է պատերազմի նպատակներին վերադարձնելու պատանդներին, ոչնչացնելու Համասի ռազմական կառավարման բոլոր հնարավորությունները։ Ես հիմա ուզում եմ անցնենք ինչ իրավիճակ կսպասվի, եթե հարևան բարեկամ պետության վրա լայնամասշտաբ պատերազմական գործողություններ սկսվեն, ինչ վիճակում կհայտնվի Հայաստանը, որի թշնամական պետությունը, Ադրբեջանը իբր թե խաղաղության պայմանագիր ստորագրման փուլն է, բայց բնականաբար տեսնում ենք հրաժարվում է նաև Ալիևը այդ ստորագրումից, հակառակը տեսնում ենք, որ նա ուղղակիորեն առիթ է ման գալիս Հայաստանի վրա, առիթ է փնտրում Հայաստանի վրա հարձակման համար, գրեթե ամեն շաբաթը մի քանի անգամ հայտարարություններ են հնչում, թե իբր հայկական կողմն է կրակում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հասկանալի է պատրվակ են փնտրում եւ հիմա այս լարված իրավիճակում Սյունիքը կլանելու իր ծրագիրը իրականացնելու համար ինչ է կարծում հնարավոր է որ նման պատերազմական իրավիճակի դեպքում ուղղակի Ալիևը լայնամասշտաբ նաև գործողություններ իրականացնի Հայաստանի դեմ բռնազավթելով հայկական մարզը Սյունիքը մեր հայրենիքի այդ հատվածը Եթե դիտարկենք այդ հիպոթեզի տեսանկյունից, որ կկատարվի նման հարձակում, ապա բոլոր, ինչպես որ Սիրիա է մխրճվում օրինակ Իսրայելը եւ Թուրքիան նաեւ մխրճված է Իրաքի հյուսիսում, որովհետեւ այնտեղ որոշակի քրդական ուժեր չեն համագործակցում եւ նրանք եւս հասկանում են, որ Իրանի դեմ հարձակման դեպքում առաջին թիրախը իրենք են լինելու, որովհետեւ Թուրքիան եւ Ադրբեջանը ինչպես նաև Իսրայելը դրանք մեկ գործիքակազմի մաս են կազմում, իրենք պետք է ՆԱՏՕ-ի օրակարգով իրականացնեն հատկապես Իսրայելի եւ Թուրքիայի դեպքում շատ մեծ գործողություններ եւ դա արջի ծառայություն կարող ենք համարել, որովհետեւ նրանց կատարած յուրաքանչյուր նման ճակերտավոր շնորհի դիմաց նրանք միշտ տարածքային հավակնություն են ներկայացնում իրենց արևմտյան գործատերերին։ Սիրիան այս առումով շատ կարևոր ձեռքբերում էր Իսրայելի եւ ԱՄՆ-ի համար, որովհետեւ ամբողջապես մենք տեսնում ենք, որ Սիրիայում որևէ ուժ Սիրիայի ժողովուրդը չունի իր ինքնորոշումը եւ իր հայտը ներկայացնելու, որ զորօրինակ իրենք չէին ցանկանա, որպես իրենց տարածք օգտագործվեր ցանկացած պատերազմի սցենարում, բայց նրանց կարծիքը հարցնող չկա։ Եվ Թուրքիան թիվ 1 վստահված անձն է, որ նման չեզոքացում է իրականացնում ցանկացած հնարավոր անգամ չեզոք պահվածքի դեպքում նրանց հարկավոր է որպեսզի Իրանը շրջապատող բոլոր երկրները դրսևորեն հակաիրանական գործողություններ ամեն վայրկյան ցանկացած հնարավոր պատուհան պատերազմական գործողությունների դեպքում թշնամին պետք է օգտագործի իշահ իրեն ամենափոքրինչ բանը որ մենք կարող է համարենք դե մենք այդքան էլ կարևոր չենք մենք փոքր ենք մենք իրենց ինչին ենք պետք է եւ այլն նրանք այդպես չեն դիտարկում ցանկացած միլիմետր ցանկացած սանտիմետր առաջ խաղացում որ նրանք կարող են իրականացնել խոսքը միայն տարածքայինի մասին չի ազդեցության գոտիների մասին է ինքնորոշման հարց, մյուս խնդիրներ, նրանք ունեն այդ շռայլությունը հետաձգելու մեկ այլ ժամանակահատվածի, օրինակ եթե պատերազմական գործողություններ են սկսվում, նման խոսակցություններ կլինեն տրամաբանորեն միայն նման պատերազմական գործողությունների ավարտից հետո, իսկ մինչ այդքանի այդ ընթացքը գնում է, նրանք ստեղծում են դե ֆակտո առավելագույնս իրենց շահերին ծառայող ռեալ իրավիճակ գետնի վրա Այդ իսկ պատճառով նրանք թույլ կպահեն մեր երկրում իշխանությունը անողնաշար կարգավիճակում որևէ ասելիք եւ անելիք անգամ ցանկության դեպքում մեր իշխանությունները չեն կարողանալու իրականացնել այլ դրսևորումներ անել որովհետեւ ներկայիս այս դավաճանական իշխանությունները իրենց համար կատարյալ են այդ առումով Հաջորդ կողմը շատ կարևոր զուտ Հայաստանը չէ նրանց թիրախը Զանգեզուրի առումով մենք հարց պետք է տանք ինչու է նրանց հարկավոր Զանգեզուրը
հարկավոր է կենտրոնական Ասիա դուրս գալու համար։ Չեք պատկերացնի, որքան են շատացել անցյալ 1.5 շաբաթների ընթացքում, որքան ինտենսիվացավ Իրանի դեմ հարձակման խոսույթը միջազգային օրակարգում, այնքան ինտենսիվացել են ԵՄ Թուրքիա հարաբերությունների նոր էջ կենտրոնական Ասիայում նման հետազոտությունները, նման վերնագրերը, Թուրքմենստան, Ղազախստան, Ղրղզստան այս երկրների ներգրավումը, որովհետև այնտեղ դե ֆակտո պրո-թուրքական, պանթուրանական հողը նախապատրաստված է, ինչպես որ նախապատրաստված էր Սիրիայում Ասադի դեմ կուդետայից անմիջապես առաջ։ Եվ ես տեսնում եմ նույն կուրությունը օրինակ ռուսաստանյան կողմից, որ այդ խնդրին նրանք հավուր պատշաճի լրջությամբ չեն վերաբերում։ Եթե թիրախը Իրանը, ապա Իրանը թիրախ է, որպեսզի թիրախավորելի դառնա Չինաստանը։ Եվ այդ առումով, եթե պատերազմական գործողությունների ընթացքում նրանք տեսնեն այդ փոքրիկ պատուհանը, որ կարող են այդ միջանցքը ապահովելով իրոք բարդացնել կենտրոնական Ասիայում ինչ-ինչ իրավիճակներ, նրանք դրանից կօգտվեն։ Անպայման կօգտվեն։ Այդ առումով է, որ նրանք Հայաստանի այդ միջանցք, այն ինչ որ միջանցք են անվանում, հանդեպ արդեն հավակնությունները մենք լսում ենք այդ հայտարարությունները Ադրբեջանի կողմից, լսում ենք Թուրքիայի կողմից, մենք տեսնում ենք, որ արևմուտքը առհասարակ աչք է փակել Էրդողանի կողմից իշխանությունը ամբողջապես իր ձեռքերում կենտրոնացնելու, որևէ ընդդիմադիր ուժ ամբողջապես նեյտրալիզացնելու, նույնը Նետանյահուն է իրականացնում, երկու լիդերներն են իրենց երկրներում 73-ից 80% բնակչության, ազգաբնակչության դեմ են նրանց իշխանությանը, բայց նրանց Իսրայելում դատական իշխանության դեմ ոտնձգության առումով որևէ քննադատություն, որ մենք պատկերացնենք, որ արևմուտքը պետք է որ աներ, չենք լսում, միանձնյա իշխանությունը, նույնը Էրդողանը ինչպես է վերաբերում ընդդիմադիր այս ամբողջ շարժման հետ, նույնիսկ ձևի համար ոչինչ չեն խոսում, որովհետև գտնում են, որ այս հարվածը հնարավոր է, որ նաև դա տեղի չունենա, բայց հիմա ավելի շատ մենք տեսնում ենք, որ դա ավելի շատ պետք է տեղի ունենա, քան տեղի չունենա։ Եվ միայն ուզում եմ մեկ բան էլ նշել այստեղ, որ եթե նրանք Սյունիքի վրա են աչքը դրել, մենք չպետք է մեզ ինչ-որ հույս տանք, որ միայն Սյունիքում կգան, կհաստատվեն, մնացյալ Հայաստանում կարելի է շարունակել ապրել ինչ-որ sense հանդարտ իբրև թե ներքաղաքական եւ այլն կյանքով, ոչ, թուրքը մտնելուց մենք տեսնում ենք Սիրիայի տարածքում, այսպես ասած, մի չշրջված քար այլևս չի մնացել, որևէ միլիմետր, որևէ հատված, որ նրանք պետք է մտնեն, որովհետեւ եթե նրանք ինչ-որ կենտրոնացված հաստատվում են ինչ-որ մի կետում, այդ կետի շուրջ գտնվող որոշակի կախված երկրից մետր հատվածը համարվում է կամ 40 կիլոմետր հատվածը համարվում է, այսպես ասած, բուֆերային գոտի, այսինքն եթե ես այնտեղ ստեղծել եմ հենակետ, ուրեմն ես պետք է մեծ ապահովման գոտի ստեղծեմ դրա շուրջ, դա վերածեմ ռազմաբազայի, երբ որ վերածում եմ ռազմաբազայի, ես տրամաչափը մեծացնում եմ, մտածում եմ, որ ռազմաբազային եւս հարկավոր է անվտանգության գոտի, ստացվում է ամբողջ Հայաստանը այդտեղ։ Այդ իսկ պատճառով էլ մենք պետք է իրոք տեղներից շարժվենք եւ թույլ չտանք որևէ դեպքում, որ մեր երկրում ազգատյաց իշխանություն լինի։ Մենք տեսնում ենք ինչպես է ԱՄՆ դեսպանատունը դեսպանի մակարդակով վրուչնույու իսկապես գնում հանդիպումներ անցկացնում ինչ-ինչ իշխանավորների հետ, ինքն է թելադրում նրանք ինչ պետք է անեն եւ դա առավելագույն բացասական սցենար է մեզ համար։ Այո, ես հիշեցնեմ, որ երեք տեղի է ունեցել Հայաստան-Իրան բարեկամությանը նվիրված միջոցառում Երևանում, բավական հետաքրքիր էր, թե քաղաքական շեշտադրումներն էին հետաքրքիր, թե տնտեսական, Իրանի կողմը դեսպանի գլխավորությամբ տարբեր գործարարներ էին նաև ներկա, շեշտում էին անընդհատ այն հանգամանքը, որ Հայաստանը եւ Իրանը բարեկամական երկրներ են, ինչպես միշտ շեշտել է, հա, Իրանը պատմական տեսանկյունից, մշակութային առումով եւ պետք է թեւ ու թիկունք լինեն։ Անընդհատ շեշտվում էր այդ միտքը, միաժամանակ ասվում էր այն, որ Իրանի համար կարմիր գծեր կան եւ ինչպես եղել են, շարունակում են մնալ Հայաստանի հետ սահմանն է դա, Զանգեզուրի միջանցքն է դա, այսպես կոչված, հա, Ալիևի ձևակերպմամբ, եւ իրենք թույլ չեն տա, որ տարածաշրջանում սահմանները փոխվեն։ Բայց դրա հետ միաժամանակ նրանք
շեշտում էին այն միտքը, որ Հայաստանի իշխանությունները եւս պետք է կոնկրետ գործողություններ անեն, օրինակ մի ժամանակ կար, վերջերս ավելի ճիշտ, շեշտում էին Իրան-Հայաստան ռազմական դաշինքի կարևորության մասին, ընդհանուր միջև ռազմաբազայի ստեղծումը Հայաստանի տարածքում եւ նաեւ մեկ այլ կազմակերպության մեջ Շանհայի համագործակցության կազմակերպության մեջ Հայաստանի ներգրավման կարևորության մասին։ Տպավորությունն այնպիսին էր, Տիկին Աբրամյան, որ Իրանի իշխանությունները այնուհանդերձ շարունակում են կասկածել Հայաստանի իշխանություններին եւ փորձում են հնարավոր բոլոր կապերով Հայաստանը, որ ամուր կապված լինի Իրանին, որպեսզի հնարավոր վտանգի դեպքում իրենք վստահ եւ համոզված լինեն, որ Հայաստանից որևէ վտանգ չի լինի իրենց։ Իդեպ այդ մասին եւս շեշտում էին, որ իրենք երբեք Հայաստանից չեն ունեցել անցած տարիների ընթացքում որևէ վտանգ չեն ունեցել, բայց կարծես հենց դա շեշտելով այսօրվա հարցում մտահոգություն էին արտահայտում։ Ինչ է կարծում Հայաստան-Իրան այս հարաբերություններում Հայաստանի իշխանությունը, որը մենք գիտենք դրածո իշխանությունը եւ հենց այդ շրջանակների մեջ է, որտեղ Ադրբեջանը եւ Թուրքիան են։ Ինչ իրավիճակ կստեղծվի, ինչ քաղաքական զարգացումներ կլինեն, հնարավոր է, որ իսկապես այս իշխանությունը երկիրը տանի բախումների եւ ուղղակի վերածի այն հարթակին, որտեղից կարող են նաև հարվածել Իրանին։ Հնարավոր է նման զարգացում։ Նկատի ունեմ, տեսեք նաև հետևյալ հանգամանքը, անգամ Ալիևը չի ուզում, որ իր տարածքը դառնա այն տեղը, որտեղից պետք է հարվածի հնարավորություն ունենալ դեպի Իրան։ Հայաստանի իշխանությունը կարող է թիկունքից հարվածել բարեկամ երկիր Իրանին եւ ինքներս էլ հայտնվենք փոսում իրենց այս քաղաքականության հետևանքով։ Խնդրեմ։ Իրանը ոչ Ադրբեջանի, ոչ Հայաստանի իշխանությունների կապակցությամբ պատրանքներ չունի։ Ադրբեջանը Իսրայելի թիվ 1 գործընկերն է, իր տարածքը բնականաբար տրամադրելու է, առաջին իսկ Իրանի դեմ հարվածի դեպքում, եթե Արևմուտքը կդիտարկի, որ կա Իրանը տկարացնելու հնարավորություն եւ նրան տա այդ հրահանգը, նա դա կկատարի։ Այլ բան, որ ինքը ավելի հմուտ աղվեսային հայտարարություններ է կարողանում կատարել, բայց Թեհրանում դրան հավատացող չկա եւ Թեհրանում չկա հավատացող այս խամաճիկներին։ Այդ հանդիպումը, որ Երևանում կայացել է, կայանում է զուգահեռ այն բոլոր հեռախոսազանգերին եւ հանդիպումներին, որոնք իրականացնում են Իրանի բարձրաստիճան քաղաքական գործիչներ, նույն Պարսից ծոցի արաբական երկրների հետ, դա մենք պետք է ընկալենք որպես նախազգուշացում, որովհետեւ այնպես ինչպես որ նրանք ցանկանում են, որ մեր երկիրը չմասնակցի իրենց դեմ ինչ-ինչ գործողությունների, դրա ենթատեքստը հետևյալն է. եթե որևէ երկրի տարածք մեր դեմ պատերազմական հարձակման դեպքում օգտագործվի մեր դեմ այդ հարձակումները արդյունավետ դարձնելու համար, բոլոր այդ երկրները, բոլոր այդ կետերը մեզ համար կդառնան լեգիտիմ թիրախներ։ Այսինքն նրանք չեն ունենա այլ հնարավորություն բացի թիրախավորելուց տվյալ տարածքը։ Եվ մենք ինչպես որ տեսնում ենք Սիրիայի ներկայիս այսպես կոչված առաջնորդները ոչինչ չեն անում Իսրայելի առաջխաղացման համար, իսկ դա կատարվում է Իրանի դեմ գործողությունների համար։ Ապա սրանք էլ են նույնը անում։ Եվ մենք տեսնում ենք, որ Սիրիայում սիրիական դիմադրության շարժումը սկսել է նախաձեռնել լուրջ ռազմական գործողություններ ընդդեմ իսրայելյան առաջխաղացման կամ թուրքական առաջխաղացման, այսինքն Իրանը ունի նաև բավականին լուրջ գործիքակազմ, որով ինքը նաև ինչ-որ գործողությունների կգնա եւ մենք նրա դեմ հարձակմանը մասնակցելու համամասնակից հանձակից դառնալու դեպքում այդ լեգիտիմությունը նրանց կտանք, որպեսզի նրանք այդ տարածքի դեմ ինչ-ինչ գործողություններ իրականացնեն։ Այդ իսկ պատճառով Եվս մեկ շատ տարածված վերնագիր այս շաբաթն էր, որ Քուվեյթը, Սաուդյան Արաբիան եւ Միացյալ Էմիրատները Իրանին միջնորդների միջոցով մեսիջ են ուղարկել, որ ԱՄՆ-ի Իսրայելի հարձակման դեպքում նրանք չեն թույլ տա, որպես իրենց տարածքում զետեղված ԱՄՆ ռազմաբազաները կամ իրենց ռազմական պոտենցիալ հենց այդ երկրների սուվերեն օգտագործվի Իրանի դեմ հարձակման համար։ Այսինքն իրենք էլ նախապատրաստում են դիմացի կողմին, որ մենք չենք պատրաստվում ինչ-ինչ գործողություններ անել։ Մենք տեսնում ենք, որ Էմիրատների նախագահը, Սաուդյան Արաբիայի գահաժառանգը ինչ որ այսպես զանգեր ունեցան Բժշկյանի հետ,
Այսինքն այդ տրամաբանության մեջ է որ դա կազմակերպվել է ոչ թե նրա համար է որ իրենք Հայաստանին շատ են սիրում, հայերին սիրում են, այո, բայց երբ որ իրենց վրա ռումբեր կպայթեն, այդ սերը երկրորդական է դառնալու, նրանք կոնկրետ գործնական միջոցների են դիմելու, եւ սա նախազգուշացում է եւ նաև ռուս-իրանական ռազմական համագործակցության դեպքում, որպեսզի դա իրականանալի լինի, Հայաստանի տարածքը շատ կենսական կարևորություն ունի։ Հենց այս հաշվարկները անելով է, որ ԱՄՆ երկրորդ իր ամենամեծ դեսպանատունը բացել է Հայաստանում, առաջինը Իրաքում է գտնվում, որովհետև թիրախը Իրանն է։ Եվ խոսք, եթե գնա հայ-իրանական համատեղ ռազմաբազայի մասին, ապա դա պետք է լինի այնպիսի վարչակազմի օրոք այնպիսի պայմաններում, որտեղ ԱՄՆ դեսպանը, ինչպես նշեցի, չի գնում անձամբ եւ չի ղեկավարում քո իշխանությանը։ Նրանք այդպես գործում են Սիրիայում, այդպես գործում են Հայաստանում։ Բայց այդպիսով երկու երկրներն էլ էսկալացիայի դեպքում մենք նաեւ թիրախ ենք դառնալու։ Եվ սա է որ պետք է քննարկվել, մշակույթ, տնտեսություն եւ այլն գեղեցիկ է, նման հանդիպում այսօր եղել է օրինակ արտգործ փոխնախարարների մակարդակով Իրանի եւ Ռուսաստանի Դաշնության միջև, բայց հստակ է որ խոսքը գնում է նախազգուշական միջոցառումների մասին եւ հիմնական վերլուծությունները միջազգային կարևոր ուղեղային կենտրոններից կատարվում են գնահատելու Իրանի ռազմական պոտենցիալը հակահարվածի դեպքում, ինչպիսի հակահարված կարողանար հասցնել Իրանը, ում տարածքին, ինչպես եւ հասկանում են, որ լուրջ ուժ է իրենց դեմ կանգնած ԱՄՆ ռազմական փորձագետներ, նույնիսկ ամենապատերազմամետ ալիքներով առաջատար ԱՄՆ հայտարարում են, որ խոսքը գնում է Իրանի մասին, սա մանկապարտեզ չէ, բայց օրինակ եթե նայենք Տրամպի վարչակազմի խոսույթը, նույնն է, ինչ որ Իսրայելի առաջնորդները Իրանը թուլացած է, Հզբոլլան ջարդեցինք, Համասը ջարդել ենք, հութիներին չգիտեմ այսպես արեցինք, այնպես արեցինք, մենք կգնանք, կհարվածենք եւ սա շատ ռազմական վտանգը Իրանի դեմ գումարած այդ առևտրային պատերազմը կամ ատոմիջուկային ռումբ, որ համեմատում են Տրամպի նախաձեռնած տարիֆային քաղաքականության հետ, սրանք շատ գերլարված իրավիճակ են ստեղծել ԱՄՆ-ում եւ դրան գումարվեց այսօր առավոտյան լրատվության միջոցները լրատվական միջոցները նշեցին, որ նա առաջին կարևոր այսպես ասած մաքրումներն է կատարել ազգային անվտանգության խորհրդականների կազմի ճերմակ որտեղ նա միանգամից 6 պաշտոնյա է հեռացրել, ինչպես նաև NSA ազգային անվտանգության գործակալության ղեկավարին եւ նրա օգնականին եւ սա էլ է նշան համարվում, որ ինչ որ մի փոփոխություն է կատարում, մենք պետք է տեսնենք նա ում է նշանակում, համենայն դեպս այդ հեռացումներից առաջ նա հանդիպել էր ավելի պրո-իսրայելյան հենք ներկայացնող պահպանողական այդ ավետարանակչական եւ սիոնիստական խոսույթի ակտիվիստ համարվող, աջակողմյան հայացքների տեր համարվող ինչ որ մի կնոջ, որը այսպես կոնսպիրոլոգիական ինչ որ հիմնականում իսլամոֆոբիական բնույթի գաղափարների գրող է, որ նա ինչ որ այդ ցուցակ է փոխանցել Տրամպին, ինչ անուններ ովքեր Տրամպին լավ չեն ծառայում եւ դրանից հետո նա նման մարդկանց նման գործիչների գործից հեռացրել է դա արդեն իսկ նշանակում է որ մենք ինչ որ այլ երևույթի հետ գործ ունենք պետք է եւս մի քանի օր սպասենք ապրիլի կեսերը համարվում են կուլմինացիոն որովհետեւ եթե զտենք լրատվամիջոցների հայտարարությունները բարձրաստիճան պաշտոնյաների հետ իրենց զրույցներից հետո խոսքը գնում է առաջիկա երկու շաբաթների ընթացքում ինչ-ինչ հարձակումներ եւ այլն իրագործելու մասին եւ կամ կարող է լինել որ նաեւ այսպիսի խոսք կա որ հնարավոր է որ առաջիկա երկու շաբաթների ընթացքում Օմանում ինչ որ հանդիպում տեղի ունենա ԱՄՆ եւ Իրանի պաշտոնյաների միջև միջնորդավորված այսինքն մենք պետք է սպասենք տեսնենք այս առաջիկա կես ամսվա ընթացքում մինչև ապրիլի 15 ինչպիսի դինամիկա է առաջանում։ Շատ լավ, իսկ դուք Երևանից ինչ մեսիջներ եք նկատում Իրանին ուղղված։ Ես ուզում հասկանալ ձեր գնահատմամբ
այսօր ինչ դիրքորոշում ունի Հայաստանի արևմտամետ թուրքամետ ադրբեջանամետ իշխանությունը Իրանի հարցում դուք ինչ մեսիջներ եք զգում Հայաստանից Նույն ինչպես որ Ալիևին, այսինքն օդը երբ որ փոխվեց դեպի այն ուղղությամբ, որտեղ հարձակում կլինի Իրանի դեմ, նրանք անմիջապես իրագործելու են իրենց իսկ տերերի օրակարգը եւ դա նույնիսկ Նիկոլի համար կլինի ձեռքբերում ինչ կերպ փորձել իրեն արհամարած վարչակազմի աչքը մտնել, որովհետեւ մենք տեսնում ենք, որ Ֆրանսիան էլ եւ ԱՄՆ-ն էլ ունեն այդ հակումը Իրանի դեմ հարձակումը գործելու, երկուսի մոտ էլ ինքը կարողանար ինչ որ միավոր հավաքել։ Այդ առումով է, որ ասում եմ Իրանը պատրանք չունի, այսինքն նա կարող է ինչ որ մի բան ասել, որ իբրև թե այո, Իրան-Հայաստան հարաբերություններ, մենք տեսանք Արաքչին եկավ, հանդիպեց Արարատ Միրզոյանի հետ, ինչ որ նկարվեցին, ինչ որ բան գրեցին, բայց Իրանում ի տարբերություն մեր ընդդիմության նման պատրանքներ չունեն, իրենք մի բան են լսում, իրականությունը թե ինչպիսին որ կա, այդպես են ընկալում, չեն մտածում, որ իրենք ժամանակ ունեն շահելու եւ այլն։ Ուղղակի իրենք իրենց հաշվարկի համար են այս ամենը անում։ Մենք ձեզ նախազգուշացրեցինք, եթե դուք մասնակցեք, դուք կհայտնվեք թիրախում։ Ես կորոշեմ այդ թիրախում հայտնվելը ինչ կերպ եմ իրականացնելու։ Այսինքն դա շատ հետաքրքիր իսկապես իրավիճակ է, այստեղ նրանք խոսեցին հայ իրանական շատ սերտ կապերից, բարեկամություն, մշակույթ, պատմություն եւ այլն, այո, դուք շատ ճիշտ եք նկատում, դրա հետ միաժամանակ հստակ դրվում է, որ եթե մեջտեղում մեր պետության Իրանի շահն է, իրենք կարող են նաեւ հարկ եղած դեպքում որոշակի քայլեր դիմել եւ Հայաստանի իշխանությունները պետք է հապվեն, որովհետև մենք տեսնում ենք Իսրայելից Ադրբեջան մեծ քանակությամբ զենք զինամթերք է գնում։ Դա հենց այնպես չէ, իսկ Ադրբեջանը ամեն պահի, ինչպես արդեն դուք էլ արձանագրեցիք, ես էլ իմ հարցում շեշտեցի, պատրաստ է առիթը օգտագործել Հայաստանը ամբողջությամբ պլանելու համար, նրանց հայտարարությունները այդ դաշտում են։ Տիկին Աբրամյան, ես կառաջարկեմ մեր հարցազրույցի ժամանակը, քանի որ լրանում է, ավարտվում է, ես կառաջարկեմ նաև փոքր-ինչ դիտարկումը ձեր ինչ կատարվեց թիմ ընտրություններում, ձեր գնահատականը մենք հիմա բոլորս սպասում ենք Գյումրիի այսպես հաջողությունների, ժողովուրդը փաստորեն իրականում գնաց եւ դեմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանին, իրականում կարելի ասել գնում է Փաշինյանի մերժման գործընթաց հենց Գյումրիից, բայց շատ կարևոր է, որ այդ քվեին ճիշտ կարողանա տեր կանգնել ընդդիմությունը, դեռևս համախմբման ընթացքը այսպես խմորումների մեջ է, թեպետ այն տեխնացուն, խոսքս Մարտուն Գրիգորյանի մասին է, ում բոլորս սպասում ենք, որպես իր ձայները միացնի Վարդան Ղուկասյանին, արդեն հայտարարել է, որ ինքը ամեն ինչ կանի եւ թույլ չի տա, որ Գյումրիում լինի ԿՊ-ական քաղաքապետ եւ հիմա բոլորս այսպես սպասում ենք ապրիլ 16-ին, դա այն օրն է, երբ կարծում եմ հենց այդ օրը դա առաջին նիստը կլինի ավականու, կհայտարարի նա իր հստակ դիրքորոշման մասին։ Դուք հերվից ինչպես եք գնահատում այս ամբողջ ընթացքը։ Իրոք մեր հայրենակիցները մասնակցել են այդ ընտրություններին ոչ թե զուտ Գյումրվա բարեկարգման միտումներով առաջնորդվելով, այո, դա ավելի երկրորդական է այն խնդրին, որտեղ Գյումրի անունը արատավորած այս խամաճիկին հենց Գյումրին իր ձեռքով ցանկանում է հեռացնել, եւ եթե ընդդիմությունը չկարողանա ինչպես որ Երևանի քաղաքապետարանի ընտրությունների դեպքում իսկապես իրականացնել այդ գործընթացը, ապա ես կասեմ, որ սա ընդհանրապես այն, որ ինչ որ ես նկատում եմ ընդդիմադիր դաշտում է գրվում ասվում, անգամ դուք եք թիրախում հայտնվում, երբ որ ինպես մարդկանցից հարցազրույց եք վերցնում, ես կարող եմ ասել, որ փոթորիկ փոքրիկ գավաթում կլինի, որովհետև Գիտեք ինչ, նրանք են մեր քաղաքացիների ռեսուրսը, քաղաքական ուժերը իրենք մեր ռեսուրսն են եւ իրենք պետք է իրենց պահեն հավուր պատշաճի, երբեք չդրագնահատեն պահի լրջությունը, իսկ պահը լուրջ է 7 տարի շարունակ, այսինքն այս հիմարին իշխանության է բերել Տրամպի վարչակազմի օրոք արևմտյան կոնգլոմերատը եւ Մոսկվայի արևմտյան կոնգլոմերատին ծառայող որոշակի հատված, նրա ընտրվելը կամ նրա շարժումը, այսպես ասած, Գյումրուց սկսվել է, օրինակ ապրիլի 29-ին 2018-ի Նետանյահու-Տրամփ հանդիպում է եղել, որտեղ նա
Նետանյահուն իբրև Տրամպին այնպիսի թղթեր է ցույց տվել, որ Տրամպը անմիջապես հաջորդ օրը ապօրինաբար դուրս է եկել ամբողջ տարածաշրջանի անվտանգությունը ապահովող կարևորագույն միջազգային փաստաթղթից, միջուկային համաձայնագրից՝ Իրան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ։ Այսինքն նա ոչ թե դուրս էր եկել հենց այնպես ինչ որ սանկցիաների պատժամիջոցների քաղաքականությունը իրականացնելու համար, այլ պատերազմը հնարավոր դարձնելու համար։ Եվ հիմա էլ նա այդ բանակցություններին չի գնում, եւ դա էր պատճառը, որ մեր երկրում կատարվեց այս խամաճիկությունը։ Եվ մեր ընդդիմությունը չպետք է մանկապարտեզի վերածի համաշխարհային պատերազմի սցենարը, այլ պետք է լրջագույն ուժերով դրան նախապատրաստվի։ Ես միշտ կողմ եմ եղել եւ ասել եմ, որ նրա վարկենական հեռացում է հարկավոր, այսինքն իսկապես հենց ընդդիմության իսկ ասած օր առաջ, ժամ առաջ, վարկյան առաջ եւ ոչ թե 2026-ի ընտրություններին, ես կողմ կկանգնեմ այն բոլոր ուժերին, ովքեր իրոք լինի Գյումրուց թե Մարսից քայլելով գան Երևան, որովհետեւ դա է թիրախը եւ լեգիտիմ իմպիչմենտի գործընթացով նրան պինցետով եւ օղիով հեռացնեն, այդ տզրուկին հեռացնեն մեր առողջ օրգանիզմ միակ պետությունից, միակ հայրենիքից։ Շնորհակալ եմ Տիկին Աբրահամյան, մենք կշարունակենք այս ձևաչափով հաճախակի ձեզ հրավիրել հարցազրույցների, ձեր վերլուծությունները միջազգային իրողությունների հետ կապված, տարածաշրջանային եւ նաեւ ներքաղաքական շատ հետաքրքիր են եւ օգտակար։ Շնորհակալ եմ եւ ես վերհիշեցնեմ հեռուստադիտողներին, որ այսօր հեռավար կապով ես զրուցում էի միջազգայնագետ Աննա Աբրահամյանի հետ։ Լավ եղեք, կհանդիպենք